Պետական բյուջեից 2 միլիարդ 762 միլիոն դրամ է ծախսվել սուպերմիկրո գերհամակարգիչ գնելու համար։ Այս մասին Ֆակտոր TV-ն տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից տրամադրված եւ գնումների պետական համակարգում հրապարակված գնման պայմանագրի ուսումնասիրությունից։ Ես գիտեմ, որ սուպերհամակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է եւ պետքա տեղադրվեր, բայց ի սկզբանե տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան եւ բայց այնուամենայնիվ այդ սուպերհամակարգչի տեղադրման եւ հասանելի դարձնելու մասով ուր ենք հասել։ Կառավարության ապրիլի 10-ի նիստի ընթացքում էր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել գերհամակարգչի գործարկումը մոտ է, թե ոչ։ Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր, որ համակարգչի տեղադրման գործընթացը հարթ չի անցել։ Ունեինք մրցույթի բողոքարկման եւ դատական գործընթաց, որը մի փոքր դանդաղեցրեց մեր աշխատանքը, բայց կարծում եմ, որ տարեվերջին կենտրոնը արդեն կգործի եւ կկարողանա ծառայել իր նպատակին։ Կառավարությունը սուպերմիկրո գերհամակարգիչը ձեռք է բերել 2024 թվականին։ Ըստ հիմնավորման այն նպաստելու է արհեստական բանականության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների մրցունակությունը բարձրացնելուն։ Գերհամակարգիչը տեղադրվելու է Երևանի պետական համալսարանում եւ նախատեսված է լիարժեք կիրառել 2025 թվականի ավարտին։ Ֆակտոր TV-ն նախարարության փոխանցած պայմանագրից պարզեց, որ 2.7 միլիարդ դրամ արժեցող համակարգիչը մատակարարել է X-Art ընկերությունը, որն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով։ Մրցույթին մասնակցել է նաև Tokimota ընկերությունը։ X-Art-ը հաղթել է 35 միլիոն դրամ նվազ գնառաչարկով։ X-Art-ը պատահական ընկերություն չէ։ Ֆակտոր TV-ն նախորդ տարի անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ 200 միլիոն դրամի պայմանագիր կնքած Berryworld ընկերությանը։ Այս եւ X-Art ընկերությունների սեփականատերերը փոխկապակցված անձինք են։ X-Art-ը հիմնադրվել է 2005 թվականին Հրաչյա Աբովյանի կողմից։ Նա այժմ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, իսկ բաժնետերը Այդա Աբովյանն է։ Հրաչյա Աբովյանը Երևանին ծառեր մատակարարած Berryworld ընկերության սեփականատեր Դավիթ Աբովյանի հայրն է։ Ինքը Դավիթ Աբովյանը 2011-ից 2016 թվականներին է զբաղեցրել X-Art-ի տնօրենի պաշտոնը։ Հիշեցնենք, որ ծառերի մատակարարման վերաբերյալ Ֆակտոր TV-ի բացահայտումներից հետո հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն սկսեց գործարքի վերաբերյալ։ Իրավապահ կառույց էին հրավիրվել Երևանի կանաչապատման ՀՕԱԿ-ի աշխատակիցները եւ տնկիներ մատակարարելու մրցույթին գրանցված 3 ընկերության ներկայացուցիչները։ Բանն այն է, որ նրանք նախամրցութային փուլում առաջարկել էին մինչև 10 անգամ բարձր արժեքներ, իսկ հետո հրաժարվել մասնակցել աճուրդին, ինչի հետևանքով հաղթող է ճանաչվել Berryworld ՍՊ-ն։ Դավիթ Աբովյանը Տիգրան Ավինյանի հոր Արմեն Ավինյանի հետ համագործակցել է Երևան պարկի աշխատանքներում։ Տիգրան Ավինյանն այս փաստը մեծ հետ զրույցում կոռուպցիոն ռիսկ չէր համարել։ Տեղական բաներն է, տեսակցական ոնց են արժեստները լաբորատոր ջերմություն։ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի օգոստոսին այցելել էր Դավիթ Աբովյանի տնկարան եւ այն անվանել դրախտ։ Փաշինյանի այցից մեկ օր անց հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ծառերի մատակարարման փաստով քրգործ հարուցելու հիմքեր չկան։ Անդրադառնալով գերհամակարգչի տեղադրմանը նշենք, որ այն վստահել են Art Group-ին։ Այս ընկերության տնօրենը եւ 80%-ի սեփականատերը եւս Դավիթ Աբովյանն է։ Նրա ընկերությանը գերհամակարգչի սերվերային սենյակի սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 882 միլիոն դրամ։ Այս գործընթացը հարթ չի անցել։ Մրցույթին մասնակցած մեկ այլ ընկերություն Noventic-ը դատական գործընթաց է սկսել, պահանջելով Հայաստանի բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հայտարարված էլեկտրոնային աճուրդի հրավերն անվավեր ճանաչել։ Noventic ընկերության ներկայացուցիչը Ֆակտոր TV-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են արձանագրել։ Խնդիրը նրանում է եղել, որ որոշ պարամետրներ, որոնք գրած են եղել, մի քիչ չեն համապատասխանել իրականությանը, ուզում ենք փոխենք, որ մի քիչ ավելի ճիշտ լիներ։ Ինքը իրանով այդ սարքավորման համար մի քիչ սխալ էր հաշվարկները իմ կարծիքով արած, դրա համար էլ ուզում ենք վիճարկենք, հետո միջնորդությունը եղավ, ոնց էլ չվիճարկեցինք։ Շարունակեցինք։ Ինչ միջնորդություն եղավ։ Բարձրագույն տեխնոլոգիայի նախարարի, տոլի փոխնախարարի կողմից, որը սարքավորումները 2024 թվականից առած են ու պետք չի կարճել գործել, ոչ թե կարճել, պետք չի շարունակել գործին, թող որ պայմանագիրը կնքվի։ Հիմա կնքվում է կազմակերպության հետ։ Դուք հաշտ եք դրա հետ։ Դե եթե միջնորդությունը դատավորը բան անում, ասում է հա։ Իսկ ինչու՞ չեք այլ այցյան դիմում։ Դե եթե նախարարության կողմից արդեն միջնորդություն կա, դատավորն էլ ընդունում է միանգամից էլի իմաստեր գտնում այդտեղ։
Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Աբովյաններից, ինչպես է ստացվում, որ նրանց մի ընկերությունը մատակարարում է գերհամակարգիչը, իսկ մյուս ընկերությունը մատուցում է տեղադրման ծառայությունները։ Սուպերհամակարգիչը մատակարարած X-Art ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ տեղադրման աշխատանքներն իրականացրած Art Group-ի ներկայացուցիչն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր, ինչն արդեն արել ենք։ Այսպիսով, ստացվում է, որ գերհամակարգչի գնման և տեղադրման համար Աբովյանների ընկերություններին փոխանցվել է ընդհանուր 3 միլիարդ 645 միլիոն դրամ։